որ Հայաստանի Հանրապետության օրենքները արգելում են արտաքին քաղաքական միջամտությունը եւ Հայաստանի Հանրապետության իշխանությունը կենտրոնական ընտրական հանձնաժողովը, եթե չեմ սխալվում, 167 հոդվածն է, թե 168 հոդվածն է, արգելում է արտաքին ուժերի միջամտությունը այդ համատեքստում, առավել եւս այն կառույցների, ում սեփականությունը 30%-ից ավելին ոչ հայկական ծագում ունի, ու այս համատեքստում Սամվել Կարապետյանի իր ներկայությունը, իր մասնակցությունը այս առումով շատ խնդրահարույց է։ Ավելին է, որ հնարավոր է չգրանցեն իրեն։ Իհարկե կարող են չգրանցել, օրինակ Մոլդովայում, Մոլդովայի նախագահ Մարիա Սանդուն երկու քաղաքական կուսակցության չգրանցեց, մեկը Մեծ Մոլդովա, մեկը Իմ սիրտը Մոլդովա, ասեմ, որ Մեծ Մոլդովա կուսակցությունը հովանավորում էր Սամվել Կարապետյանի շատ ավելի հարուստ օլիգարխ շորը, ով էլի Ռուսաստանում էր հարստացել, ով էլի Գազպրոմի հետ որոշակի աֆիլացված կապեր ուներ, բայց շորը ի տարբերություն Սամվել Կարապետյանի հայտ չէր ներկայացրել կուսակցություն բացելու, հայտ չէր ներկայացրել այդ կուսակցության առաջին համարը լինելու, վարչապետի տեխնացու լինելու, ինքը ընդհանրապես Այսինքն դուք կարծում եք կա, որ Սամվել Կարապետյանի տեխնացությունը չպետք է գրանցել։ Ես ոչ թե կարծում եմ, ես համոզված եմ դրանում, որ բազմաթիվ հիմքեր կան, այնպես ինչպես Մարիա Սանդուն թույլ չտվեց շորին եւ նրա կուսակցությանը մասնակցել ընտրություններին, այսինքն կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժեց, նույն ձև միանշանակ Հայաստանում չպետք է թույլ տան, որ այդ մեր ձևովը գրանցվի։